Պատվաստումները, որ այսօր տեղի են ունենում եւ ավելի հաճախ է դարձել, շատ լուրջ հետևանքներ են թողում եւ երեխաների վրա եւ ինչու՞ չէ մեծահասակների։ Խոսքս վերաբերում է այնպիսի պատվաստանյութերին, որոնք առավել եւս որ ժամանակակից են, այսինքն արտադրվում են արևմտյան երկրներում եւ ընդհանրապես պատվաստանյութը, ընդհանրապես պատվաստումը դա նոր քրոնիկ հիվանդության արմատ կարող է հանդիսանալ պատճառ։ Եվ շատ երեխաներ, նույն քրոնիկ ասթմաները երեխաների, որ փոքրուց, այսինքն ինչ որ շրջանից է սկսում, ի ծնե չի լինում, այսինքն 1 տարեկանից, երբ որ այդ պատվաստումները անում են, քրոնիկ աուտիզմի մի մասը կարող է լինել պարալիչներ երեխաների մոտ եւ ոչ միայն շնչառության հետ կապված, այլ քրոնիկ լուծ, լորձաթաղանթների հետ կապված խնդիրներ եւ շատերի մոտ լինում է պատվաստումից հետո։ Այսինքն նոր երբ որ առավել եւս երբ որ պատվաստումից հետո երեխայի մոտ լինում է ծանր է տանում, այսինքն լինում է ջերմություն, եթե քրոնիկ ասթմա է, կարող է դրանից առաջ լինել լուծ, հազ, քթերից արտադրություն, պարալիչների դեպքում կոնվուլսիաներ կարող են լինել, այսինքն կծկումներ, տարօրինակ պահվածք եւ այլն, շատ են։ Եվ նաեւ մեծահասակներին նույն կավիդի փորձ ցույց է տալիս, որ այն մարդը, որ կավիդով պատվաստվել է եւ ընդհանրապես գրիպի նաեւ մյուս վիրուսների դեմ, հետևանքները երկարաժամկետ առումով ծանր հետևանքներ են առաջանում իրենց մոտ, եթե ռեաբիլիտացիա չլինի։ Այսինքն 2-3 տարի հետո տրոմբոզ է լինում, սրտի հետ կապված խնդիրներ, նյարդային ցնցումներ, նյարդային համակարգներ վատ աշխատում եւ այլն եւ այլն։ Եվ այն փորձ ցույց է տալիս, որ այն պացիենտները, ովքեր պատվաստում ընդհանրապես չեն արել, իրենք ավելի քիչ հիվանդություններ ունեն եւ իրենց ավելի հեշտ է բուժել, ընդհանրապես բժշկել, քան այն պացիենտները, որոնք արել են պատվաստումներ եւ մանավանդ կան մարդիկ, ովքեր հաճախակի են անում, այսինքն ամեն տարի գրիպի դեմ, ամեն տարի կավիդի դեմ, ավելի լավ է մարդը բնական ճանապարհով այդ վիրուսը հիվանդանա վիրուսով, այսինքն ավելի լավ է հիվանդանա բնական ճանապարհով բժշկվի, դրանից հետո իր իմունիտետը ավելի ուժեղ է, քան նա, ով պատվաստվել է։ Եվ նաև նշեմ, որ կավիդի դեմ, երբ որ շատ են վախենում, մահերը շատ են եղել հենց հիվանդանոցներում եւ ինքնաբուժվողների մեջ։ Այսինքն կավիդը իրականում եթե ճիշտ բուժվի, մանավանդ հոմեոպաթիկ մեթոդով, բայց նորից եմ կրկնում ճիշտ ձևով, կավիդը հեշտ է բուժվում եւ ծանր հետևանքներ չի ունենում։ Հիմնականում կավիդի մահերը եղել են շատ, երբ որ թոքերի այտուց է եղել եւ ապարատների միջոցով, այսինքն շնչառությունը, որովհետեւ արհեստականորեն շնչառություն տալ այտուցների ժամանակ թոքեր չի կարելի, բայց դա նույնիսկ սովետական միությունում գիտեին բժիշկները, բայց պանդեմիայի ժամանակ մահեր շատ եղան, որովհետեւ արհեստական շնչառություն էին տալիս այտուցների ժամանակ, թոքի այտուցի ժամանակ արհեստական շնչառությունը բերում է մահվան։ Եվ համատարած մահերը եղան հենց հիվանդանոցներում էին լինում, որովհետեւ սխալ բուժումներ են լինում, նաեւ հակաբիոտիկներ էին շատ լցնում, վիրուսային ինֆեկցիայի դեպքում հակաբիոտիկը անիմաստ բան ավելի է թուլացնում օրգանիզմը։ Հակաբիոտիկները սովորաբար ստեղծվել են եւ օգտագործվում են բակտերիալ ինֆեկցիաների դեմ, բայց վիրուսային ինֆեկցիաների դեմ հակաբիոտիկը ինքնասպանություն է։ Օրինակ գրիպի ժամանակ եթե գրիպ է, վիրուսային գրիպ է, այսինքն հենց գրիպ է, հակաբիոտիկի ինքնասպանություն է։ Եվ դրա համար մահերը շատ եղան, հետո շատ պրեպարատներ թունավոր մինչ օրս էլ լինում են, որ տալիս են։ Մի շրջան Ճապոնիան արտադրեց, հետո տեսա, որ սպանում է իր պացիենտներին, վաճառեց ուրիշ պետությունների, անցավ ԱՊՀ պետություններ որոշ։ Մի խոսքով կավիդի ծանր հետևանքը ոչ թե նրանից էր, որ կավիդը այդքան վնասակար էր կամ
անբուժելի, այլ սխալ բուժում էր կատարում, մինչ օրս կատարում է սխալ բուժում։ Կավիդի ժամանակ հակաբիոտիկը դա օրգանիզմի մահ է լինում կամ թուլացնում է։ Պնևմանիան նույն և նշեմ, որ կավիդի դեպքում անհատական մոտեցում է պետք, եթե գոյություն ունի համընդհանուր բուժման մեթոդ կավիդի դեպքում, դա սխալ է, այսինքն եթե կատարում է համընդհանուր մեթոդով, մեթոդոլոգիան կավիդի դեպքում ճիշտ չի գործի, որովհետև կավիդը աշխատում է, այսինքն օրգանիզմ խրոնիկ հիվանդություն է լինում, այդ ժամանակ կավիդը ակտիվ աշխատում։ Դրա համար բժիշկը պետք է պացիենտին լավ ճանաչի, պացիենտի թույլ տեղերը, որ հասկանա այդ վիրուսի դեմը որ օրգանում փակի կամ որ հիվանդության դեմ պայքարի։ Անհատապես է դա։ Նույնիսկ թոքերը կարող է լինել կավիդի դեպքում մեկի մոտ բրոնխները վարակվեն, բայց թոքերը մաքուր մնան։ Մեկի մոտ բրոնխները նորմալ լինեն, թոքերում այլուց։ Բուժումները տարբեր են։ Չի կարելի, անհնար է թոքերն ու բրոնխները նույն կերպ բուժել։ Դա համար կավիդի ժամանակ հմտություն է պետք, ընդհանուր բժիշկ, ոչ թե բժիշկ կոչումով բժիշկը կարող է կավիդի դեպքում օգնել։ Այսինքն երբ որ ոչ թե ինքը այդ մասնագիտությունը վերցրել է, որովհետև գումար պետք է աշխատեր, ոնց որ կամ մոդայիկ էր, այլ կամ հարգի է, այլ որ ինքը կոչումով այդ մարդ։ Այսինքն դա ի վերուս տրված է իրեն Աստծու կողմից։ Հիմա պատվաստումը նույն կերպ է ավելացնում խնդիրը, այսինքն կավիդը եթե վիրուսն էր և պատվաստանյութը ինչն է, վերցվում է նույն այդ վիրուսի կամ մի հատվածը կամ գենետիկական մի հատվածը, թույլ վիրուսը, այսինքն թույլ վիճակում կամ մահացած, բայց հիվանդություն է ներմուծում օրգանիզմ, այսինքն արհեստականորեն պատվաստանյութը ինչ է առաջացնում, արհեստականորեն հիվանդություն, բայց ավելի թույլ, որպեսզի իմունային համակարգը պայքարի և հաղթի, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ արհեստականորեն հիվանդացնել պացիենտին ամեն պացիենտ չի, որ պատրաստ է այդ հիվանդությանը, այստեղից է, որ գալիս է, որ պատվաստելուց հետո խրոնիկ ասթմա է առաջանում, այդ երեխայի օրգանիզմում լորձաթանթի հետ խնդիր կար և պատվաստանյութը ավելացնելով հիվանդացնում է օրգանիզմը, իսկն ու խրոնիկի են վերածում, այսինքն պատվաստանյութը եթե տվեցին օրգանիզմը չկարողացավ այդ թույլ հիվանդությանն էլ հաղթի, վերածվել է խրոնիկի ու ամբողջ կյանքը պիտի սիմպտոմատիկ պրեպարատներ ստանա։ Չնայած այդ դեպքում է կա բուժում, բայց ժամանակակից ալոպաթիկ մեթոդը չունի խրոնիկ հիվանդությունների համար մեթոդ չունի։ Խրոնիկ հիվանդությունների հետ կապված և պատվաստման հետևանքների հետ կապված աշխատում է միայն հոմեոպաթիան, դեղորայքային միջոցով, եթե։ Այսինքն հոմեոպաթիան հենց արդեն մոտ 200 տարի ուսումնասիրել է նաև պատվաստանյութերի հետևանքները, պատվաստելու հետևանքով առաջացած խրոնիկ հիվանդությունները և իրականում դրանք ավելի շատ են։ Եվ նաև նշեմ կավիդի դեպքում, երբ որ պատվաստում են և ընդհանրապես գրիպի վիրուսային պատվաստումը, շատ նյութերում լինում է գենետիկական կոդը վիրուսի ոչ ամբողջությամբ, այսինքն օրգանիզմը այդ վիրուսը ամբողջությամբ չի ճանաչել։ Հաջորդ անգամ նորից կարող է հիվանդանալ օրգանիզմը և ավելի ծանր է դառնալու, որովհետև այդ պատվաստելու ժամանակ իմունիտետը միշտ ընկնում է և շատերի մոտ չի էլ վերականգնում, ռեաբիլիտացիա է պետք, պատվաստելուց հետո ռեաբիլիտացիա է։ Եվ էլ չեմ ասում ժամանակակից ամերիկական պատվաստանյութերը, որոնց մեջ և կան այնպիսի հիվանդություն առաջացնող և հարուցիչներ կարող են լինել և որոշակի վիրուսներ և նյութեր, որոնք մեկ այլ խրոնիկ հիվանդություն են առաջացնում պացիենտների մոտ։ Եվ պատվաստվելու հարցը դա ընտրության հարց է, ամեն մարդ ինքն է որոշում, բայց պետք է հասկանա, թե ինչի է գնում և ինչ հետևանքներ կարող են առաջանալ։ Առողջ եղեք։